որ դիմացինի մասին չմտածեն։ Որ ասած իր հեղինակավոր խոսքը վերջին դրոշն դա ասեմ ես ունեմ հրաշալի ընտանիքի ընտանիք, իմ ծնողները քույրերը, ունեմ հրաշալի ընտանիք, որն է հանրայինի ահայեցանկության մեխանիկան, եւ երրորդ հրաշալի ընտանիքը ամեն ընտանիքն է այս հաղորդման շրջանակում ջրընկալվող։ Ես իրենց հետ ապրում եմ եւ իրենցով մեծանում եմ եւ իրենցով սովորում եմ։ Շնորհակալ գործ անում Միչել։ Այսօր այս հաղորդաշարը շատ է պետք, որովհետեւ ինչ որ չափով ետ էր մնացել մեր ժողովուրդը, իրենք էլ մեղք չունեն, քանի որ չկային այսպիսի հաղորդումներ։ Բայց իսկ ինչպես պայքարի այդ չարախոսների դուք ունեք հիմնական վերսիոնը, հա, Դավիթը, որպես պաշտպան եւ պատասխանը փոխարեն, եթե կարելի է, ուղղակի պետք չի պայքարել։ Բա ինչ անում։ Ուղղակի պետք է ապրել։ Ավելի շատ մեկ-մեկը ես ավելի մի քիչ բորբոքվում եմ, ինչ էր ասես տեսում եք, Էմին միշտ ինձ հարցնում է ինչպես ես դիմանում, ասում եմ ես չեմ դիմացել, հայրդ է դիմացել, չէ՞։ Ի վերջո, բայց հիմա ինքն է ինձ ասում, երբեք չպատասխանես, դա չար մարդիկ են, որոնք ինչ-որ մի բանի չեն հասնում, այսինքն չկայացած մարդիկ են, որոնք ասենք աշխատելու փոխարեն ուզում են վատաբանելով առաջ գնալ, ուշադրություն չդարձնես, եղել ես գեղեցիկ, կաս քո արվեստի մեջ, քո աշխատանքի մեջ, գլուխդ կախ աշխատի, ես միշտ իմ ուսանողներին եմ ասել, ինձ թվում է դու մի քանի անգամ ես։ Նարենի, ես էլ ասեմ, որ ես ի վերջո հիշում եմ շատ ավետ նույն ավետ Տերտերյանի կոմպոզիտորի բառերը, որ նա ասեց, որ երաժշտության մեջ, սիմֆոնիայի մեջ կամ ամենակարևորը ոչ թե երաժշտությունն է, այլ պաուզան է։ Եթե պաուզան ճիշտ է գտնում, ուրեմն երաժշտությունը ճիշտ է գնում։ Ես էպելտոպորում ապրում, ես եթե մի բան լսում եմ ինչ-որ մի բան, որը որ դուրս չի գալիս, պաուզան։ Ես խնդրում եմ իմ ընտանիքի անդամներին, որ դուք պաուզա արեք։ Մի պատասխանեք, հետո պաուզայից հետո խնդրեմ, մենի շարունակեք, պետք է շուտ շտապել, շուտ պատասխանել, շուտ անհիմն խոսել, ամեն ինչը ունի իր տեղը։ Քանդակագործ երաժիշտ Դավիթ Բեջանյանից զատ ես այսօր հայտնաբերեցին համար փիլիսոփա Դավիթ Բեջանյան։ Ես հասկացա երկու կանանց երաժշտությունը որտեղից է սկսվում ու բխում։ Այո, իհարկե ըստ կողքի տրամատը կարողանա դիմանալ այդ ամեն ինչի, բացի դիմանալուց ես ուղղությունը տեղ տալիս են տրամատից, մնում են կիններ ճիշտ լսեին։ Այստեղ արդեն Էքզյուպերի խոսքերը, որոնք շատ հաճախ են ասվում, նայել միևնույն ուղղությամբ, շատ տիպիկ են իստեղին, որովհետև այս դեպքերից է, իսկ թատրոնի հետ կապված պաուզան եւս շատ ակտուալ է, որովհետև Սոմերսեկ Մոեմը ասում է Ժուլիա Լեմբերտի խոսքերով, եթե պաուզա ես պահում, ապա պահից մինչև վերջին։ Եվ ռուսադիտողներ, Բեջանյանների եւ Սարգսյանների ընտանիքը այնքան լայնածավալ գործունեություն ունի, այնքան հրաշալի պատմություն, որ 5 անգամ 5 երթանկության մեխանիկա չէր բավականացնի, որպեսզի անդրադառնանք ամբողջությամբ։ Բայց ես շնորհակալ եմ այն հրաշալի ընտանեկան միջավայրի համար, որով բարակեցեք այսօր մեր օջախը, մեր ընտանիքը։ Ես ցանկանում եմ ձեր օջախին միշտ խաղաղություն, միշտ այսպես գեղեցիկ ինտերիեր եւ ճաշակով նկարչի աշխատանքը, որը որ բերվեն միայն էսթետիկական հաճույք եւ ոչ մի վնաս չի բերի, եւ մեծ առողջություն եւ քեզ գեղեցկություն։ Ես էլ ուզում եմ ասել, որ իհարկե այսպեսի հաղորդումները մեր շատ կօգնեն մեր հանդիսատեսին, հեռուստադիտողին եւ ուզում եմ իրոք այս հաղորդումը երկարի, քանի որ մենք ունենք շատ եւ շատ լավագույն ընտանիքներ, որոնք Նազենի այսօր կարիք ունեն, որ հենց դու պետք է իրենց ներկայացնես, լինելով այս ամեն ինչի մեջ, լինելով եւ դերասանուհի, ես առաջի երթին որպես դերասանուհի եմ ասում, դու ինքդ կարողանաս հասկանալով դրանց հոգեկան աշխարհը, հոգեոր աշխարհը ավելի գեղեցիկ կերպով կներկայացնես իրենց, քանի որ ինքդ էլ ես գեղեցիկ։ Ես գեղեցկանում ես գեղեցկությունը։ Մեծանում ապրում եւ սովորում եմ ձեզնից ու ձեզնով։ Շնորհակալ եմ անչափ։ Ես էլ ուզում եմ իմ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնել։ Նրանք բոլոր արդեն շատ կարևոր խոսքեր ասացին, շնորհակալություն քեզ հանրային հեռուստատեսությանը այս հիասքանչ հաղորդման համար եւ ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր այս պահին մեզ դիտում են։
ինչ տեղի է ունենում հեռուստատեսությամբ, շատ հեշտ է հասկանալ դիմացինը խաբում է թե ոչ։ 100%։ Մեր ընտանիքը այսօր խոսեց այնպես, ինչպիսին որ կանք մենք։ Եթե դուք մեզ հավատում եք, ուրեմն մենք անկեղծ ենք։ Եվ ուրիշ ոչինչ, ոչ մի վատ բան ասելու չունենք երբեք։ Որևէ ապացուցելու ոչ մի բան, Այս է, ասում են ամուսինները ունեն 2 հոգի, բայց պետք է ունենան 1 կամք։ Եվ ըստ էության, երբ կանգնում ես հարսիքովի տակ եւ քեզ զգում ես հնազանդ, պետք է հնազանդ բառի տակ հասկանաս բոլոր դժվարությունները, որոնք կարող են սպասել։ Եվ երբ կողքի տղամարդաս մեծ տեր են, ապա պետք է վստահ լինես, որ նա տեր կլինի ցանկացած սիտուացիայում։ Ձեզ մաղթում եմ հաջողություն, կհանդիպենք կրկին եւ միմյանց կասենք բարի երեկո։